Սիրելի հավատացյալներ, ինչպես կտեսնեք, այս շաբթվան հովիվին պատգամը դարձյալ Սուրբ Ստեփանոս եկեղեցին պիտի փոխանցենք նկատի ունենալով, որ դակավին սրահը վերանորոգության մեջ է եւ անկարելի է կործածելը։ Այսօրվան պատգամը հետևյալն է. մտքի, մարմնի եւ հոգիի ներդաշնակությունը։ Երբ կխոսենք մարդկային էակի մասին, հաճախ մեր ուշադրությունը կկենտրոնանա երեք անբաժան կողմերու միջև՝ միտք, մարմին եւ հոգի։ Առաջին հայացքին այս բառերը բարձ գերևին ու գտվին ըլլալ, բայց երբ ավելի խորանանք, կտեսնենք, որ յուրաքանչյուրը ամբողջ աշխարհը կբարբագե իր մեջ եւ միասին կգազմեն ու կձևավորեն մարդ արարածի ամբողջական խորհրդավորությունը։ Միտքը այն կենտրոնն է, ուր գծնին մտածումները, հիշողությունը, երևակայությունը եւ ըմբռնումը։ Անիկա մեզի կշնորհե ուժ մտածելու, պատճառներ որոնելու, գտնելու, ծրագիրներ պատրաստելու եւ երազելու։ Միտքով կզանազանենք եւ կզադորոշենք բարին ու չարը, ճշմարտությունը, գեղձն ու պատրանքը։ Երբ միտքը մթակնած է անկիլությամբ, նախապաշարումով կամ սուդերով, ան չի գնար ճիշտ կերպով առաջնորդել։ Բայց երբ միտքը հստակ է ու առողջ, ան կդառնա ջրակ, մեր ճամփան լուսավորող։ Ինչպես Պողոս առաքյալ գհիշեցնե հռոմեացիներուն ուղած իր նամակի մեջ ասելով. այս աշխարհի մարդոց վարմունքը մի ընթորնագեք, այլ նորոգված մտքերով նոր մարդ եղեք, որբեսի ձեր փորձառությամբ ընտրեք լավը, գիտնալով Աստծո կամքը, այսինքն ինչ որ բարի է, ընդունելի է իրեն եւ կատարյալը։ Հռոմեացիներուն 13-րդ գլուխ 2-րդ համար։ Միտքը պետք է սնուցանենք, կազմավորենք, զարգացնենք, ոչ միայն գիտելիքով, այլ նաեւ իմաստությամբ, որովհետեւ գիտությունը գլեցնե, այսպես ասած, ճագերտներու մեջ մտքի թարակներն ու բահարանները, բայց իմաստությունը կսորվեցնե մեզի ինչպես զայն կործածել կյանքին մեջ։ Մարմինը դաջարն է, որ ֆիզիկապես կբահե մեզ այս աշխարհի մեջ։ Անիկա անոթն է, որուն մեջ են միտքը կմտածե, ցերկը կշինե, կգառուցե եւ հոգին կխոսի։ Ինքզինք կարտայե։ Մարմինը թույլ կտա մեզի, որ կործենք, ընկալենք, քրկենք, ըստեղծենք, միևնույն ժամանակ դարաբինք, սիրենք եւ զվարճանանք։ Ան փխրուն է, բայց մեծարժեք։ Ենթակա է ժամանակին գստունուցվի եւ միևնույն ադեն գրնա հյուծիլ, մաշիլ, դարիներու ծանրաբեռնված պայմաններուն պատճառով, սակայն գրնա նաեւ զորանալ ու գեղեցկանալ։ Մարմինը անդեսելը անխնա կամ անհոգադար վերաբերմունքը կսեմացնե մեր հոգևոր բնակարանը։ Իսկ միայն մարմինը պաշտելը եւ սիրելը մարմինը, մոռնալով անոր սահմանները եւ մահկանացու ըլլալը, կնշանակե շփոթել այն դաջարը, որում մեջ Աստված ինք կփնագի։ Ինչպես Պողոս առաքյալ գրե առաջին Կորինթացիներուն ուղած իր նամակին մեջ։ Չեք գիտեր, որ ձեր մարմինները դաջարն են Սուրբ Հոգին, որ Աստուծմե արիք եւ ձեր մեջ կփնագի։ Գիտեք, որ դուք չեք ձեր անձերունդերը, այլ Աստված, որ բրգակինով ձեզ գնեց։ Հետևաբար այնպես ապրեցեք, որ Աստված բարավորվի ձեր մարմիններով։ Առաջին Կորինթացիներուն 6-րդ գլուխ 19-ն 20-րդ համարներ։ Ուստի մարմնի խնամքը առողջությամբ, չափավորությամբ, հանգիստով ու հարկանքով զարտարանք չէ, այլ բադասխանատվություն։ Հոգին սակայն բոլորովին տարբեր է։ Ան ներքին խորին շունչն է, անդեսանելի, բայց անժխտելի, գայծմը, որ Աստուծմե կփխի եւ վերստին կդառնա Աստուծո։ Հոգին կյանք կուտա թե մարմին եւ թե մտքին, առանց անոր մարդը միայն հող ու փոշի է։ Մարմինը կձերանա եւ միտքը օրը կփթանա,
Բայց հոգին գշարունակե մնալ ու կոյադևել։ Հոգին իր մեջ կգրե անմահության գնիքը, հավիտենականության թրոշմը։ Հոգիի մեջ է, որ կհանդիպինք Աստուծո, ճշմարտության, սիրո ու մեր հավիտենական ճակատագրի խորհրդին։ Միտքեն կամ մարմնեն տարբեր, հոգին չի կրնար գիտությամբ չափվել կամ գշիրներով գշրվել։ Ան չի քաղցիր սնունդի կամ գիտելիքներու, այլ կքաղցի իմաստի, գեղեցկության, փյուրեղության եւ իր արարչին հետ հաղորդության։ Ինչպես Հիսուս ինքն ասավ. Ինչ օգուտ, եթե մարդ ամբողջ աշխարհը շահի, բայց իր կյանքը գործընծնե, որովհետև ինչ փրկագին պիտի դա իր կյանքը ետ առնելու համար։ Մատթեոս ավետարանիչ 16-րդ գլուխ 26-րդ համար։ Այս երեքը՝ միտք, մարմին եւ հոգի, մրցակիցներ չեն եւ ոչ ալ գրնան անդեսվիլ առանց մյուսներուն տարաբանքին կամ հաջողության։ Մեկը անդեսել կնշանակե վնասել մյուսներուն։ Անոնք իրարու հետ խարսխված, կապված եւ միացულված են, ինչպես հայրը, որդին եւ Սուրբ Հոգին։ Առանձնահատուկ են, բայց միացած եւ մեկ։ Մեկը չափազանց զարգացնել մյուսներուն հաշվին կնշանակե գործընծնել հավասարակշռությունը։ Կան մարդիկ, որոնք միայն միտքը կսունուցանեն ձայն լեցնելով ուսմամբ եւ գիտելիքներով, բայց կանդեսեն մարմինը եւ գարհամարեն ու գմորնան հոգին։ Ուրիշներ միայն մարմինը կզարգացնեն քանթագի նման, փնտրելով ուժ, գեղեցկություն կամ հաճույք, սակայն միտքը կցկեն, կթողուն դադարք եւ հոգին մտակնած ու մորցված։ Ավելին, ուրիշներ կխոսին հոգիի մասին, բայց կանդեսեն մտքի խստաբահանջ վարժությունը կամ մարմնի խնամքը, մորնալով, որ Աստված կգանչե, հրավիրած է մեզ ամբողջական ըլլալու։ Ներդաշնակությունը կհիմնվի այն ադեն, երբ այս երեքը՝ միտք, մարմին եւ հոգի միասին կշարժին, միասին կգործեն ներդաշնակությամբ, յուրաքանչյուրը կզորանա եւ ոչ ոք կթողվի ետին։ Այս ճշմարտությունը մանավանդ հրադապ է մեր օրերուն կամ այսօրվան ժամանակներուն։ Գաբրինք աշխարհի մեջ, որ կքննադե մտքի արդյունավորությունը, մարմնի տեսքը եւ շատ անգամ հոգին կհամարե ոչ կարևոր։ Բայց առանց հոգիի մնացյալը գթարամին, թաշտմը առանց ճուրի չի գնար վդուդալ, որքանալ հողը բերիելա կամ արևը բայցար շողա։ Նույնպես մարմինը առանց հոգիի մերյալ է եւ միտքը առանց հոգիի գտարնա անհանգիստ, մշտապես հետապնդելով անverջ ուղություններ կամ ճամփաներ։ Միայն երբ հոգին կենտանի է, միտքն ու մարմինը գտնեն իրենց իսկական նպատակն ու իմաստը։ Արդ, ինչպես հոգին պիտի խնամենք։ Ոչ թե սննդագարկերով կամ քիրքերով, այլ կգտնեմ մշտական աղոթքով, խորհումով, հոգումով, լրությամբ, քթասրտության գործերով, արարքներով, ներումով, սիրով եւ ճշմարտությամբ։ Գսունուցանենք զայն դեպի Աստված դառնալու, Աստուծո մոտենալու, ըսվերներու փոխարեն լույս փնտրելու, լույս որոնելու, Աստուծո խոսքերով զայն գերակրելով, տալով եւ ոչ թե միայն առնելով, տալով եւ ոչ թե միայն առնելով։ Խաղաղ հոգին գբերե խաղաղություն մտքին եւ առողջություն մարմին, իսկ անդեսված հոգին գտողու թե մարմինն ու թե միտքը մոլորության մեջ ծարավ եւ քաղց այն բանին զոր չեն գիտեր ինչպես անվանել զայն։ Ուստի, եթե գուզենք ճշմարիտ ամբողջական կյանք ապրիլ, ոչ միայն գոյատևել, այլ ծաղկիլ ու փառկաբաճիլ, պետք է բահենք այս երեքը միության մեջ։ Միտքը պիտի վարժեցնենք, բայց իմաստությունը թող առաջնորդե գիտությունը։ Մարմին հոգ պիտի տանենք, խնամենք, բայց իբրև սուրբ նվեր
պետք է հարգենք ու պատվենք այն, իսկ հոգին պիտի բահենք և սնուցանենք ու պաշտպանենք, որովհետև ան հավիտենական է և Աստուծո կպատկանի։ Երբ երեքն ալ ներդաշնակ են, կգտնենք այն ամբողջությունը, որ աշխարհը չի կրնար ոչ տալ և ոչ ալ վերցնել ու առնել մեզ մե։ Որևէ մեկուն կյանքին վերջավորության մարմինը կվերադառնա հողին, և միտքը իր բոլոր գիտությամբ ու հիշողություններով կլրե ու կդադրի գործել է, բայց հոգին կշարունակե իր ճամփորդությունը, իր մեջ տանելով բդուղները մեր կյանքին, ինչպես ապրեցան, ինչպես գործեցին, ինչպես վարվեցան, ինչպես սիրեցին ու մանավանդ ինչպես հավատացին։ Ահա թե ինչու հոգին պետք չէ երբեք մոռցվի։ Միտք, մարմին և հոգի, երեք բառ, երեք չափեր, երեք կողմ, մեկ մարդ, մեկ էակ։ Եկեք խնամենք ու սնուցանենք զանոնք ոչ առանցին, այլ միասին ներդաշնակությամբ, որպես աստվածային գաղտնիքին արդացոլանք իբրև Սուրբ Երրորդության արդացոլանք, որովհետև իրենց միությամբ և ներդաշնակության մեջ է, որ կգտնվի կյանքին ամբողջականությունը ու լրումը և իրենց հավասարակշռությամբ Աստուծո պատկերին նմանությունը և իմաստը։ Աստված արադապես օրհնե բոլորդ, ամեն։